Հարգելի հետևորդներ, ABC լուրերը կրկին ուղիղ եթերում է, ես Գառնու Թաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Խուզարկել են Գյումրու համայնքի ավականո անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը։ Փաշինյանը ԵԱՏՄ-ին հարցեր ունի, ինչ հայտարարություններ են հնչել կառավարության նիստում։ Դեպի զորավարժարան Ռուսաստանի Դաշնությունում ծառայող հայ հոգևորականներին ինչու թույլ չեն տվել լքել Հայաստանը։ Երիտասարդների են բերման ենթարկել, Արցախի դրոշն իր տեղը ինչու չի գտնում Երևանում։ Վաղ առավոտյան իրավապահները սկսել են խուզարկել Գյումրու ավականում Այր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տունը։ Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ խուզարկությունն իրականացնում է քաղաքակոռուպցիոն կոմիտեն։ Կոմիտեն էլ հայտնել է, որ խուզարկությունը Հայաստան Դաշինքի համակիրների ընտրակաշառք տալու ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում է։ Զարգություն եմ ավելի ուշ բանկը, ասեմ, որ ինչ Որ կոդի վարույթում Զարգություն է սպայնացել են, ներկայացրել են հակակոռուպցիոնն է, չգիտեմ, Ինչ գործի շրջանակներում է, մնացածը կհասկանանք, կասեմ ձեզ։ Ինչ կարգավիճակ ունեք հիմա։ Ամեն ինչ լավ է, սպայն ծանոթ չեմ կարգավիճակի հետ, ամեն ինչ լավ է, գնում ենք մինչև վերջ։ Փաստաբանական ներսում Չկա։ Կանչենք։ Ես եմ փաստաբան չեմ, խորհրդակցել եմ փաստաբանի հետ, ամեն ինչ նորմալ է։ Իսկ չեք հրավիրելու փաստաբանին ներս ներկայացնել։ Ավելի ուշ գործենք հասկանալ։ Վերջացնենք կամ ասուլիս կգամ։ Հիշեցնեմ, որ Սիմոնյանը Հայաստան Դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու է, ցուցակի հերթական 20-րդ համարն է։ Հունիսի 22-ին հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ հերթական ձայնագրություններ հրապարակել, որտեղ հեռախոսազրույցի ժամանակ նշվում էր նաև Կարեն Սիմոնյանի անունը։ Իսկ վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Միքայել Սրբազանի գործի վերաբերյալ վերջին դատական նիստը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի պատրաստ լինելուն պես։ Թե քրեադատավարական ուրեմն ընթացակարգերի տեսանկյունից նայենք, այս գործը ընդհանրապես դատարանում չպիտի լիներ եւ պաշտպանական թիմը բազմիցս ասել է, որ սա քաղաքական հետապնդում է իր բոլոր խախտումների առկայությամբ։ Ինչ որոշում կկայացնի դատարանը իհարկե չենք կարող կանխատեսել, բայց դատանի լիազորությունների շրջանակները հետեւյալն են, որ կամ պետք է բեկանի առաջին արձանի դատավճիռը եւ արդարացման դատական ակտ կայացնի, կամ նյութաիրավական դատավարական իրավունքների խախտումներ արձանագրի։ Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար։ Իսկ Երևանում արդեն 3 օր է Արցախի դրոշն իր տեղը չի գտնում։ Երևանի քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են 2022 թվականին այդտեղ քաղաքացիների տեղադրած Արցախի դրոշը։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները բոլոր դեպքերում անմիջապես վերականգնել են դրոշը։ Երեկոյան 3-րդ անգամ դրոշը հեռացնելուց հետո այն վերականգնելու փորձի ժամանակ բերման են ենթարկել ՀՅԴ հեմի 2 անդամների։ Սա պարզապես հերթական միջադեպ չէ, սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշների վրա։ Արցախի դրոշի դեմ պայքարը իրականում պայքար է արժեքների դեմ եւ լավագույնս բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։ Որքան էլ փորձ են ջնջել ազգային հիշողությունը, այն հայրենիքը, որը մենք կերտելու ենք մեր պայքարի արդյունքում, հիմնված կլինի մեր արժեքների ու պատմական ճշմարտության վրա։ Եվ այդ հայրենիքում Արցախի դրոշը միշտ կունենա իր արժանի ու անփոխարինելի տեղը որպես պայքարի, հիշողության եւ ազգային արժանապատվության խորհրդանիշ։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից հեռացրել են 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը։ Զոհվածի քույրը գրել է, որ իշխանությունը հիմա էլ վախենում է նրանց նկարներից, վախենում է այն տղաների հայացքներից, որոնք այլևս ֆիզիկապես այստեղ չեն։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից են հեռացրել զոհվածների դիմանկարները։ Թեմային առավել մանրամասն անդրադարձ կլինի ABC Newsroom-ի թողարկման ընթացքում։
Հայ առաքելական եկեղեցու եւ իշխանության հարաբերություններում լարվածությունը դեռ չի մարում, իսկ վերջին զարգացումները նոր քննարկումների առիթ են տվել։ Ռուսաստանում ծառայություն իրականացնող 10 հայ հոգևորականներ այս օրերին իրենց համայնքներում չեն, այլ վարժական հավաքների են։ Թե ինչ հանգամանքներում են նրանք ստացել ծանոթագրերը, ինչ հարցեր են բարձրացնում եկեղեցականները եւ խնդիրը միայն զինվորական պարտականությունների կատարմանն է արդյոք վերաբերում, փորձել է պարզել Անահիտ Սարգսյանը։ Վարժական հավաքների ծանոթագրերի պատճառով Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի ավելի քան 10 հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ իրենց ծառայության վայրեր Ռուսաստանում։ Թեմի տեղեկացմամբ Հայաստան այցի ընթացքում նրանք ստացել են հավաքներին մասնակցելու ծանոթագրեր, ինչի հետևանքով ժամանակին չեն վերադարձել ծխական համայնքներ։ Եկեղեցական շրջանակներում համոզված են, խնդիրը միայն հավաքները չեն, այլ դրանց կազմակերպման եղանակն ու ընտրված ժամանակահատվածը։ Սա հերթական խտրական վերաբերմունքն է կրոնական կառույցի նկատմամբ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ ասենք ցավալին այն է, որ վարչապետի, պաշտպանության նախարարի եւ իրենց կամակատարների կողմից վարժական հավաքներին մասնակցելը դիտվում է որպես պատժի միջոց։ Հավաքներին մասնակցողների թվում են Վորոնեժի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արսեն Քահանա Իսրայելյանն ու Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Երեմիա Քահանա Վարդանյանը։ Երկուսն էլ արդեն ներգրավված են վարժական հավաքներում։ Հավաքին մեկնելուց առաջ մեծ զրույցում Արսեն Քահանա Իսրայելյանն ասաց. Հոգևորականի համար բանակում ծառայելն ու հայ զինվորի կողքին լինելը ոչ թե պատիժ, այլ մեծ պատիվ է։ Նրա խոսքով ծանոթագիր ստանալուց հետո սիրահոժար միացել է հավաքներին իր ծառայությունը մատուցելու համար։ Բանակի եկեղեցու եւ հայրենիքի բարձրագույն արժեք լինելը ամենօրյա մեր քարոզչության թեման է եւ ահա այսօր Աստծո կամոք հնարավորություն է ընձեռնվել ֆիզիկապես ներկա գտնվելու հայոց բանակում եւ իրականացնելու վերոնշյալ քարոզչությունը։ Հայրենիքը միայն բառերով չեն սիրում, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքով, որը պետք է յուրաքանչյուր հայ իբրև քաղցր պարտականություն իրականացնի։ Թեմում նշում են, ստեղծված իրավիճակը խաթարել է մի շարք ծխերի բնականոն գործունեությունը, սակայն ընդգծում են, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։ Միևնույն ժամանակ Արագածոտնի թեմի ներկայացուցիչ Տեր Վրթանես Քահանա Բաղալյանը համոզված է, խնդիրը ոչ թե բուն ծանոթագրերն են, այլ դրանց տրամադրման սկզբունքն ու խտրականությունը։ Մարդկանցից նույնիսկ ճշտել են ում է աջակցում եւ նորեն տվել է վարժական հավաքի մասնակցելու բանը։ Օրինակ մեկի հետ խոսել եմ, ասում էր, որ հարցրեցին, բա ում ես աջակցում, ասի, որ ԿՊ-ին եմ աջակցում եւ այլն, ասում է ինձ չտվեցին եւ ասում է ինձ այդ եղող այդ մյուս ընկերոջը, որ մեր ձևովին էր աջակցում, նրան տվեցին, այսինքն նաեւ քաղաքացիների նկատմամբ է խտրական մոտեցում եղել, ել չեմ ասում Ռուսաստանի թեմի այդ Նոր Նախիջևանի թեմի քահանաների նկատմամբ։ Տեղի ունեցածը ըստ նրա վկայում է, թե որքան անլուրջ է իշխանության վերաբերմունքը նման կարևոր հարցերի նկատմամբ եւ օրինակ բերում ոչ վաղ անցյալում իր հետ տեղի ունեցած դեպքը։ Այնքան անլուրջ է, որ պատկերացրեք դեկտեմբերի 18-ին Մայրաթոր գրոհի ժամանակ ես այդ որ քացիներով հարբած ամբողը հարվածում էր դռներին հայոյում էր ինֆարկտ էի ստացել ես ինֆարկտով հիվանդանոցում պարկած մեր տուն ծանոթում էին բերել վարժական հավաքների եւ անկեղծ ասեմ հիվանդանոցից դուրս գալուց հետո էին այդ նույն ծանոթումը իմ հետևից բերել երբ որ սրտի ինֆարկտով մարդուն ուղակի չի կարելի պլյուս ասենք փոքր որդիս բանակում ժամկետային ծառայող է էլի։ Այն, որ հավաքին մասնակցելն են որպես պատիժ կիրառում, ցույց է տալիս իրենց իսկ դեմքը, կարծում է Տեր Քահանա Բաղալյանը։ Այսինքն իրանք այդ վարժական հավաքները պաշտպանության նախարարության կողմից օգտագործում են որպես հալածանքի միջոց եկեղեցականների կամ քաղաքական իրենց հակառակորդների նկատմամբ, որտեղ իրենք բանակում չեն ծառայում եւ բանակում ծառայողի արժանապատվության գիտակցությունը չունեն։ Բաղալյանի պնդմամբ ռազմական ոստիկանության աշխատակիցները օդանավակայաններում նաև հարցումներ են իրականացրել, պարզելու քաղաքացիների քաղաքական նախասիրությունները եւ դրանից հետո են բաժանվել ծանոթագրերը։ Այս պնդումները պաշտոնապես չեն հաստատվել։ Մինչդեռ փաստը մնում է նույնը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի մի շարք հոգևորականներ շարունակում են մասնակցել վարժական հավաքներին Հայաստանում, մինչ նրանց սպասող հավատացյալները Ռուսաստանում ժամանակավորապես զրկված են իրենց հոգևոր սպասավորներից։
Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Գործադիրի օրակարգում բազմաթիվ հարցեր կային, ներքաղաքականից արտաքին դիվանագիտական։ Կառավարության նիստում անդրադառնալով հայկական ապրանքների արտահանման շուրջ ստեղծված խնդիրներին, Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակում այս հարցի շուրջ լուրջ քննարկում սկսելու անհրաժեշտություն կա։ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում իրոք քննարկելու բան կա, եւ ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ այդ քննարկումը սկսելու, որովհետեւ իհարկե ես նաեւ մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են եւ պետք է մենք հասկանանք դա ինչ է նշանակում գործնականում։ Այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկրի հետ կապված կարա ասենց որոշումներ կայացնի եւ ուղղակի տես մի օր արտանալ որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Փաշինյանը հայտարարել է, որ փոխվարչապետներն ու նախարարները կվերանշանակվեն, այլ օղակներում մտածում է փոփոխությունների մասին։ Այսօր քաղաքացիական պայմանագրում տեղի ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու ազգային ժողովի նախագահի առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը։ Մեր պլանը այս է, որ այսօրվա նիստում այդ հարցով մենք պետք է լսենք թեկնածուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք եւ որոշում կայացնենք։ Ես իմ քվեարկությունը կանեմ փակ գաղտնի ռեժիմով, ինչպես նաև մյուս գործընկերները։ Գործադիրի կազմի հետ կապված ես ասել եմ, որ ընդհանուր առմամբ կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն կառավարության անդամների փոխվարչապետեր եւ նախարարներ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ ենթադրում եմ, որ տեղի կունենան։ Փաշինյանը նաև անդրադարձել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին, Փաշինյանի խոսքով ֆոն դեր Լայենի այցի կարևոր հարցերից մեկը գյուղատնտեսական ապրանքների հեշտացված մուտքն է ԵՄ։ Վերջերս արտաքին գործերի նախարարը Բրյուսելում մասնակցել է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին եւ հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա եւ հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։ Կառավարությունը պահոստային ֆոնդից 329 միլիոն դրամ կհատկացնի պրոբացիայի ծառայության համար լրացուցիչ էլեկտրոնային հսկողության սարքեր ձեռք բերելու եւ գործող սարքավորումների նորոգումն իրականացնելու նպատակով։ Ծրագրով նախատեսվում է գնել 428 նոր սարք, որոնցից 300-ը տնային կալանքի, իսկ 128-ը վարչական հսկողության համար։ Բացի այդ կկատարվի 1535 սարքի ընթացիկ եւ հիմնանորոգում։ Վերջին տարիներին զգալի օրեն աճել է տնային կալանքի վարչական հսկողության եւ ազատության սահմանափակում պատժի կիրառման դեպքերի թիվը։ 2025 թվականին պրոբացիայի ծառայությունում այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել 3692 անձի նկատմամբ, ինչը մոտ 70%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Աճել է նաեւ ազատազրկվածների թիվը։ Քրեակատարողական հիմնարկներում հիվանդանոցային բաժանմունքներ կբացվեն, մինչ այժմ բժշկական օգնության կարիք ունեցող կալանավորներին տեղափոխում էին Երևան դատապարտյալների կենտրոնացված հիվանդանոց։ Սակայն 2026 թվականի սկզբից այն փակվեց, քանի որ բուժումը որոշվել է իրականացնել հենց քրեակատարողական հիմնարկներում կալանավորների տեղափոխման ընթացակարգերը կրճատելու նպատակով։ Նման բաժանմունքներ կբացվեն Երևան կենտրոն, Նուբարաշեն, Արմավիր, Վանաձոր, Արթիկ, Աբովյան եւ Գորիս քրեակատարողական հիմնարկներում։ Իշխանությունը հեցի գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ են, որոնցից կախված են բնակչության կենցաղային պայմանները, հիվանդանոցների, դպրոցների, ջրամատակարարման եւ կապի համակարգերի աշխատանքը։
Եվրահանձնակատար Մարտակոսը հայտարարել է, որ Եմեն Ուկրաինային կտրամադրի 3.2 միլիարդ եվրոյի առաջին տրանշը վարկային աջակցության ծրագրի շրջանակում։ Ըստ Կոսի առաջին տրանշը կլինի ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկային փաթեթի մի մասը։ Դիվանագետն ընդգծել է, որ միջոցները կօգտագործվեն պատերազմի ընթացքում Ուկրաինային աջակցելու եւ երկրի վերականգնման համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցի վրա հրթիռային հարձակումը։ Վաշինգտոնի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ չի հավատում, թե հարվածը հասցրել են ամերիկյան ուժերը։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ դպրոցին հարվածած հրթիռների բեկորների վրա ամերիկյան արտադրության նշաններ են եղել։ Հիշեցնեմ, որ Ամերիկա-իսրայելական համատեղ հարվածների հետևանքով Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցում զոհվել է 165 աշակերտ եւ ուսուցիչ, վնասվածքներ ստացել 96-ը։ Վենեսուելայում 7.2 եւ 7.5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Մայրաքաղաքում փլուզվել են մի քանի բնակելի եւ կոմերցիոն շենքեր։ Բրկարարները փլատակներից դուրս են բերում տուժածներին։ Կարակասի Մայկետիա միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ենթակառուցվածքների լուրջ վնասման, տերմինալի տանիքի մասնակի փլուզման եւ հոսանքազրկման պատճառով։ Վենեսուելայի հյուսիսում գտնվող Լա Գուայրա քաղաքում ուժեղ երկրաշարժերից հետո հրդեհներ են բռնկվել։ Երկրի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, վնասվածքներ ստացել մոտ 700-ը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։